Դուք եք էքսկուրսիայի եկել։ Որ դպրոցից եք։ Քարաձորի հիմնական դպրոցից Լոռու մարզից ենք եկել։ Այո։ Ուսուցչուհի եք դու։ Այո։ Չեք ասի Սարդարապատի ընդհանրապես Սարդարապատի հերոսամարտի կարևորությունը հայ ժողովրդի կյանքում ո՞րն է ձեր կարծիքով։ Կարևորությունը այնքանով է, որ հենց այդ օրերին, մայիսյան հերոսամարտի օրերին, մայիսի 22-ից 29-ը վճռվում էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը, եւ իզուր չեն համեմատում մայիսյան հերոսամարտերը, ասում են 20-րդ դարի ավարայր, որովհետեւ հայ ժողովուրդը այդ օրերին ապացուցեց, որ ինքը պիտի լինի եւ պիտի ապրի իր հողի վրա։ Եվ այսօր երեխաներին բերել ենք այստեղ էքսկուրսիա, որպեսզի եւս մեկ անգամ վերհիշենք այդ պատմական դրվագները Արամ Մանուկյանին, Դանիել Բեկ-Փիրումյան, Մովսես Սիլիկյան, Նժդե, Տրո, մի խոսքով մեր հերոսներին եւ եւս մեկ անգամ արժևորենք այդ պատմական օրը։ Տեսեք Սարդարապատի հերոսամարտը եղավ այն ժամանակ, երբ Թուրքիան Երզնկայի այդ զինադադարի պայմանագիրը այո խախտեց եւ հարձակվեց։ Հիմա նմանություն չեք տեսնում մերօրյա դեպքերի հետ, քանի որ հիմա էլ կարծես խաղաղության են գնում Թուրքիայի հետ, բայց չկա այդ մտահոգությունը, վտանգը, որ զինադադար եւ խաղաղություն ըստ էության մենք չենք կարող ունենալ։ Պատմության ընթացքում շատ են եղել այդպիսի դեպքերը զինադադարները խախտելու եւ պատմությունը միշտ կրկնվում է, չեմ կարող ասել ներկայիս իրավիճակը չեմ ցանկանա այս բանին քննարկեմ, համենայն դեպս մեծ հույս ունեմ, որ խաղաղության պայմանները կպահպանվեն եւ հայ ժողովուրդը ունի այդ իրավունքը, դարերով վաստակած իրավունքը իր հողի վրա խաղաղ ապրելու եւ գոյատևելու եւ պայծառ ապագա ունենալու։ Վաղուց եք սպասում այստեղ։ Չէ, նոր ենք ժամանել, երևի շուտով կմոտենանք։ Եվ մի 15-20 րոպե։ Հա, նոր ենք մենք եկել։ Իսկ ո՞նց եք վերաբերում այն հանգամանքին, որ բարձրաստիճան պաշտոնյաները հուշահամալիրի տարածքում են եւ մեր հասարակ մահկանացուներիս մուտքը հուշահամալիրի տարածք այս պահին արգելված է։ Չգիտեմ, ես հատուկ արտառոց ինչ-որ բան չեմ տեսնում դրա մեջ, նոր ենք եկել, կմոտենանք, ինչ-որ խնդիր չեմ տեսնում ամենայն դեպս։ Այո, պիտի կատարվի, թող կատարվի, կսպասենք, կքննարկենք, ոչինչ, կշրջենք, ուսումնասիրենք, երեխաները չեն ձանձրանում, չեն թողում, որ մենք ձանձրանանք ամենայն դեպս։ Շատ լավ, շնորհակալ եմ։